Պարոն Ավետիսյան, իշխանությունների թիրախում դուք ևս եղել եք, ըստ ձեզ այս անգամ ինչ են փորձում կանխել, կասեցնել, որովհետև ընթերցեցի եւ հավանաբար դուք էլ ընթերցել եք ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը, ինչ գործողությունների հետ կապված։ Նախ ասեմ, որ ընդդիմադիր դաշտում այս գործողությունները նաև ցուցանում են, որ Սրբազան պայքարը իրական ժողովրդական աջակցություն ունի եւ Նիկոլ Փաշինյանը հենց առաջին հերթին Սրբազան պայքարի շուրջ հավաքված մարդկանցից եւ Բագրատ Սրբազանից է վախենում եւ այս համատեքստում մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է Թուրքիայում եւ հավանաբար պատրաստվում է ինչ որ հերթական զիջումներ անել եւ վախենալով որ մարդիկ իրենց ընդվզումը կցուցաբերեն դրան, դուրս կգան անհնազանդության գործողությունների, փորձում է կանխել եւ հետեւաբար անցել է անհիմն ձերբակալությունների process-ի մեջ է մտել, տասնյակ մարդկանց են ձերբակալել, որևէ հիմնավորում չկա այդ ձերբակալություններին, մարդիկ որևէ ապօրինություն չեն արել, այդ մարդիկ մի բանով են հայտնի, որ սատարում են Սրբազան պայքարին եւ Սրբազան Բագրատ Սրբազանի հետևորդներից են։ Պարոն Ավետիսյան, Թուրքիայի այցի օրակարգերը չեն գաղտնազերծվել մինչ այս պահը, նախատեսված է մոտ 1 ժամից հանդիպում, ինչ սպասել այդ հանդիպումից, դուք նշեցիք, որ հավանաբար հերթական զիջումների ականատեսը կլինենք, ինչ եք կարծում, ինչ զիջումների մասն է խոսքը լինելու։ Իմ ենթադրությունը նա է, որ զիջումները վերաբերվելու են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, զիջումները վերաբերելու են մասնավորապես այնպիսի զիջումներ, որ Ադրբեջանը մեզ շարունակաբար պահանջներ ներկայացնում, օրինակ սահմանադրության փոփոխություններ, այնպիսի զիջումներ, որոնք կբերեն կհանգեցնեն կետի, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը կկարողանան ստորագրել եւ հնարավոր է զիջումների մի մասը հիմա չասեն, մի մասը ներկայացնեն խեղաթյուրված, մանիպուլյացիոն ձևով, բայց փաստ է, որ այս ձերբակալությունները, այս անօրինական ձերբակալությունների, այսպես ասած, շքերթը տեղի ունենում իր այցին զուգահեռ։ Եվ հետեւաբար կրկնում եմ, ենթադրությունը մեր նա է, որ նա պատրաստվում է հերթական զիջումների եւ քանի որ գիտի, որ ընդդիմադիր դաշտում Սրբազան պայքարը որպես միավոր, ժողովրդական աջակցություն վայելող միավոր մեծ հեղինակություն ունի, առաջին հերթին հենց թիրախավորում են Սրբազան պայքարի ակտիվիստներին։